մենք եկեղեցի չենք գալիս, կարիք չունենք եկեղեցու գալու, որտեղ մենք մեր տանն էլ աղոթում ենք եւ ինչ որ պետք է մենք Աստծուն խնդրում ենք կամ ասում ենք։ Շատ լավ է, որ մենք տանը կարող ենք աղոթել, Տիրոջը խնդրել, բայց կարևոր մի բան կա, ով քո մեղքերին պետք է թողություն տա եւ կամ ինչպես դու պիտի Քրիստոսին հաղորդվես առանց սուրբ պատարագի միջոցով։ Այս պարագայում եկեղեցի չավելացող մարդիկ, երբ որ ասում ենք տան աղոթում ենք, նաև մերժում են քահանայությունը։ Նշանակը քահանայի մատուցած պատարագը, սուր գրքի մեկնությունը, նրա կատարած աղոթքը ընդունելի չէ։ Իրենք այնքան ավելի կարևոր են, քան քահանան, բայց քահանայությունը Տիրն է տվել, որպիսի ինչպես որ Քրիստոս եկավ մեզ փրկելու համար, քահանան մարդկանց պետքերին, կարիքներին ճանաչելով եւ նրանց հետ մասնակիցներով այս կյանքի մեջ գիտի ինչպես ուղեկցել մարդուն, որպիսի փրկությանը հասնի։ Քահանան էլ այս երկրի վրա բարեխոսն է Քրիստոսի եւ իր ժողովրդի միջը, որպիսի ճշմարտության ճանապարհը ցույց տա, որպիսի մարդիկ չմոլորվեն եւ այդ աղոթքի միջոցով մարդիկ բժշկվեն, արդարանան, մեղքերին թողություն ստանան եւ հասնեն Քրիստոսի կատարյալ ճանաչողության։